Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը շարունակում է աննախադեպ թափով զարգանալ հուզական, դրամատիկ և բազմաշերտ բովանդակությամբ գերելով հեռուստադիտողների ուշադրությունը։ Նկարահանումները շարունակվում են, իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է՝ իրադարձությունները զարգանում են այնպիսի ընթացքով, որ յուրաքանչյուր նոր սերիա իր մեջ կրում է ոչ միայն բացահայտումներ, այլ նաև նոր հարցեր ու ներքին կռիվներ հերոսների և հանդիսատեսի ներսում։ Սյուժեի կենտրոնում այս պահին Հենրիի և նրա իրական ինքնության որոնումն է։ Հալալը Հենրիի մոտ ընկերն ու հավատարիմ աջակցողը բոլորին խաբում է հայտարարելով, թե Հենրին լքել է Հայաստանը։ Այս հայտարարությունն ակնհայտորեն նպատակ ունի խուճապը մեղմել կամ ժամանակ շահել։ Սակայն Հենրին, ում կյանքը շրջվել է գլխիվայր, իբր թե Անգելինայի հետ ունեցած արյունակցական կապի պատճառով, չի կարող պարզապես հեռանալ մոռանալով իր սերն ու կյանքը։ Նա սկսել է կասկածել, արդյոք Միքայելը նրան ճշմարտությունն է ասել, թե սա ևս մեկ սուտ է, նպատակային կամ ինչ-որ մեկի մեղքերը թաքցնելու համար։ Հենրին սկսում է այս հարցը ուղղել իր մորը Աննային, այս խոսակցությունը փոխում է ամեն ինչ։ Աննան, ով մինչ այդ ինքը ևս խեղդվում էր կասկածների ու խղճի տանջանքների մեջ, այժմ ստիպված է ընդունել, որ պետք է բացահայտի ճշմարտությունը։ Նա, լինելով բժիշկ գիտելիքներով, կապերով ու հասկացողությամբ զինված, որոշում է ուսումնասիրել Անգելինայի ծննդյան պատմությունը ոչ թե միայն որպես մայր, այլ որպես մասնագետ, որը կարող է սառը ուղեղով նայել փաստերին։ Մինչ ԴՆԹ անալիզ հանձնելը, Աննան սկսում է քննել Անգելինայի ծննդյան օրն ու հիվանդանոցը։ Նա որոշում է գտնել ծննդօգնություն իրականացրած բժշկին, որի մոտից հնարավոր է ճշմարիտ տեղեկություններ ստանալ։ Եվ հենց այստեղ է, որ սերիալը գնում է իր ամենաազդեցիկ սյուժետային ուղղությամբ։ Աննան, զրուցելով տարիներ առաջ այդ ծննդաբերությունը վարած բժշկի հետ, աստիճանաբար բացահայտելու է սարսափելի մի ճշմարտություն. Անգելինան հենց իր հարազատ դուստրն է, ում ծննդից հետո Միքայելը փոխել է տարբեր պատճառներով, որոնք կբացահայտվեն շատ շուտով։ Այդ րոպեները Աննայի համար կդառնան կյանքի ամենածանր պահերից։ Նա սկսում է ետ շրջվել անցյալին, վերանայել տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, փորձելով հասկանալ երբ, ինչպես և ինչու է տեղի ունեցել այդ ողբերգական սխալը։ Արդյոք եղել է դա թյուրիմացություն, դավադրություն, թե մեկի մտածված քայլ։ Այս բացահայտումը ոչ միայն ցնցում է Աննային, այլ լրջորեն փոխում է բոլոր հերոսների ճակատագրերը։ Եթե Անգելինան նրա դուստրն է, ապա նշանակում է նա և Հենրին արյունակցական որևէ կապ չունեն։ Եվ հենց այստեղ է, որ հույսի մի շող է ծագում սիրո վերամիավորման, արդարության վերականգնման և ստի վահանների կոտրման համար։ Սակայն հարցը մնում է, արդյոք Աննան կհասցնի ասել այս ամենը Հենրիին, Անգելինային և բոլորին, թե ճշմարտությունը կհասնի ուշ, երբ արդեն անդառնալի վնասներ հասցված կլինեն։ Սա սերիալի այն փուլն է, երբ ոչ մի դրվագ բաց թողնել չի կարելի, քանի որ ամեն խոսք, ամեն հայացք, ամեն ակնարկ կարող է շրջել պատմությունը։ Այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալի շրջանակներում հետաքրքիր բացահայտումները և իհարկե տեղեկանաք, թե ինչ է կատարվում հեռուստասերիալում, հեռուստասերիալից դուրս, նոր հեռուստասերիալների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Բագրատը բանից անտեղյակ որոշեց գալ Անգելինայի ծնողների մոտ և պարզել, թե ինչու տեղի չի ունեցել Հենրիի ու Անգելինայի հարսանիքը։ Իհարկե, նա լինելով խորամանկ, լռեց, որպեսզի Անգելինայի ծնողները խոսեն։ Անգելինայի ծնողներն էլ չհասկանալով, թե ինչու էր Բագրատն իրենց այցելել, բացում են այն ճշմարտությունը, որը իբրև թե իրենց է հայտնի։ Հեռուստադիտողները շատ լավ գիտեն, որ բոլորը գիտեն ոչ թե ճշմարտությունն, այլ սուտը, քանի որ Անգելինան բոլորովին էլ Միքայելի դուստրը չէ։ Բայց Անգելինան շատ շուտով իմանալու է այս ամենի մասին, թե ինչպես է արձագանքելու, դեռ ցույց կտա ժամանակը։ Բայց խոսակցության ընթացքում, երբ Աննան եկել էր Անգելինային տեսնելու, ասում է, որ Հենրին լքել է երկիրը, որը մեծ ծանր հարված է լինելու Անգելինայի համար։ Շատ շուտով նրան բուժօգնություն է անհրաժեշտ լինելու։ Իսկ թե ինչպես է հետագան զարգանալու, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ
հետաքրքիր, ինտրիգային, ամենադիտարժան սերիաները դեռ առջևում են, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի դիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արվել են նկարահանման հրապարակում։ Հենդոն էլ վերջապես բացում է Սեմի աչքերը, ասելով, որ նրա հայրը այդ ճակատագրական օրը հանդիպել է հենց Բաքրատի հետ, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, բոլորին էլ պարզ է։ Դե ինչ, Բաքրատի օրերը հաշված են, թե նրան կփրկի ինչ-որ մեկը, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին ու դիտեք մեր հաջորդ տեսանյութը։ Շատ շուտով Սոսն ու Լիլիթը վերադառնում են, ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, Սոսին մարմնավորում է սիրված ու տաղանդավոր դերասան Արտաշես Մխիթարյանը։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են այդ պահին, իսկ այդ պահը ընդամենը ժամերի հարց է։ Երբ են նրանք վերադառնալու, ինչ նպատակով, արդեն ձեզ պատմել ենք։ Բնականաբար Արամը հայտնվում է հիվանդանոցում, որից հետո անհրաժեշտ է լինում ծնողների վերադարձը։ Ինչպես է վերաբերվում այն ամենին, երբ տեսնում է Աննան Լիլիթին ու Սոսին միասին։ Դե ինչ, միացեք մեզ ու կբացահայտենք։